Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ինչ ուտել եւ խմել աշնանը առողջությունը պահելու համար։ Սեզոնային փոփոխությունը իսկապես անդրադառնում է մեր նյութափոխանակության վրա 20-ից 30 րոպե առաջ օգտագործել գոլից մի քիչ տաք ջուր, որը մեր մարսողությունը պատրաստում է սննդընդունման, տաքացնում է մեր մարսողական համակարգը, նյութափոխանակությունը ակտիվացնում է։ Ինչ ուտել աշնանը նախաճաշին, ճաշին եւ ընթրիքին, ինչպես է փոխվում աշնանային սննդակարգը։ Սոխը շատ ուժեղ հակաօքսիդանտ է, հակավիրուսային, ինչպես նաև մարսողությանն է ինքը շատ լավ։ Իսկ իմունիտետի համար պետք է վիտամիններ խմել։ Ցանկալի է վիտամիններ օգտագործել, օրինակ վիտամին C, ցինկ եւ չենք մոռանում ամենակարևոր վիտամինի մասին, վիտամին D-ն։ Ինչ չի կարելի ուտել կամ խմել աշնանը, կա նման բան։ Այո, աշնանը, քանի որ սենց ուզում ենք մեր օրգանիզմը տաքացնել, բայց մարդիկ մտածում են խմիչքով իրանց օրգանիզմը տաքացնել ալկոհոլային, խմիչքը ցանկալի չէ չարաշահել, ինքը ազդում է ինչպես մեր լյարդի վրա, այնպես էլ ուղեղի հագեցման կենտրոնի վրա է ազդում եւ մենք խմիչք օգտագործելով անընդհատ ցանկանում ենք ուտել, նստել, որ իհարկե գիտենք ինչի է բերում։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը բարև ձեզ։ Հայտնի է, որ սեզոնային փոփոխությունները անդրադառնում են մեր նյութափոխանակության վրա։ Աշնան եղանակներին ցերեկային ժամերը կրճատվում են, ջերմաստիճանը իջնում է եւ մարմինը սկսում է պատրաստվել ձմռանը։ Ահա թե ինչու կարեւոր է աշնանը վերանայել սննդակարգը, լրացնելով օրգանիզմի պահանջմունքները։ Ինչ ուտել եւ խմել աշնանը առողջությունը պահելու համար։ Մեզ կասի էնդոկրինոլոգ Արմինե Աղաջանյանը։ Ողջույն Արմինե։ Բարև ձեզ, քանի որ կենտրոնում առողջությունն է, պետք չէ մոռանանք առաջնահերթ սննդակարգի մասին եւ այն կազմենք գրագետ, չմոռանալով սննդակարգի մասին։ Այո, ուրեմն ասենք, թե ինչպես են աշնանային եղանակները անդրադառնում մեր նյութափոխանակության վրա։ Սեզոնային փոփոխությունը իսկապես անդրադառնում է մեր նյութափոխանակության վրա։ Աշնանը հիմնականում նյութափոխանակությունը դանդաղում է, մարդիկ ավելի ալարկոտ են դառնում, ավելի ցանկանում են ուտել եւ պառկել, որը մեծ վտանգ է քաշ ավելացնելու համար, հատկապես այս սեզոնի, եւ դրա համար պետք է ավելի ուշադիր լինել սննդակարգին բայց նաեւ չմոռանալով օրգանիզմի պահանջների մասին։ Այո, ինչպես է փոխվում սննդակարգը, ավելի հստակ նշենք, բժշկուհի, ինչին ուշադրություն դարձնել։ Հիմնականում սննդակարգը պետք է անցնել ամառվա սեզոնից հետո աշնանը սննդակարգը պետք է անցնել ավելի 3 անգամյա դասական ռեժիմին, որովհետև ամռանը եթե մենք 2 անգամ սնունդ ընդունելով մեզ լավ ենք զգում, ախորժակի բացակայությունը հիմնական ամռան լինում, ապա աշնանը ավելի հակառակ process-ն է տեղի ունենում եւ էներգիա կուտակելու համար նույնպես պետք է այդ 3 սննդյան ռեժիմը պահպանել եւ ուշ ընթրիք չանել։ Հա, եւ պետք չէ մոռանալ նաեւ ուշ ընթրիքի մասին, որովհետեւ օրերը կրճատվում են, մութը շուտ է ընկնում, մարդիկ շուտ են պարկում քնելու եւ ուշ ընթրիքը էլի նույնպես պատճառ կհանդիսանա ավելորդ քաշի եւ ինքնազգացողության վատացման։ Ինչ պետք է հիմնականում ավելացնել աշնանը սննդակարգում։ Ինչից սկսել։ Պետք է ուշադրություն դարձնել ջրին, չենք մոռանում ջրի մասին, ցանկալի է ցանկացած ուտելուց առաջ 20-ից 30 րոպե առաջ օգտագործել գոլից մի քիչ տաք ջուր, որը մեր մարսողությունը պատրաստում է սննդընդունման, տաքացնում է մեր մարսողական համակարգը, նյութափոխանակությունը ակտիվացնում է, որը էլ ավելի օգուտ է մեր օրգանիզմին։ Ինչ ուտել աշնանը նախաճաշին, ճաշին եւ ընթրիքին, ինչպես է փոխվում աշնանային սննդակարգը։ Նախաճաշին ավելի շատ պետք է օգտագործել սպիտակուցներով հարուստ սնունդ, չենք մոռանում նաև բարտացխաջերի մասին, որը հենց հանդիսանում է էներգիայի գլխավոր աղբյուրը, սպիտակուցների հետ միասին իրանք ապահովում են հագեցվածությունը, այո։ Ինչ վերաբերվում է ճաշին, ապա ստեղ ավելի ցանկալի կլինի ավելի կալորիական սնունդ օգտագործել, էլի չենք մոռանում սպիտակուցներ, ճարպերի մասին նույնպես չենք մոռանում, օգտակար ճարպերի մասին, այո։ Եվ այստեղ կուզենա եւ բանջարեղեն կարող ենք օգտագործել, մալականի թթվի մասին չենք մոռանում, որը նույնպես մարսողությանը շատ լավ է, եւ թթու կծու այդ ամեն ինչը տեղափոխում ենք ավելի շատ ճիշտ կլինի ճաշին օգտագործել։ Ընթրիքին
սեզոնին էլի պետք է օգտագործել շատ թեթև սննդակարգ, ցանկալի չէ յուղոտ, ինչ որ ճարպերով հագեցածուն, որովհետև այդ ժամին արդեն դա վնաս է հասցնում մեր օրգաններից, ինչպես նաև լյարդին։ Այո, սոխի եւ սխտորի մասին առանձին խոսենք, որովհետեւ աշնանային ցուրտ սեզոնին վիրուսներն ակտիվանում են, ասում են, որ այս մթերքների օգնությամբ կարող ենք բարձրացնել, ամրացնել իմունիտետը։ Այո, քանի որ աշնանը մեր իմունիտետը ավելի ընկալունակ է վիրուսների, տարատեսակ վիրուսների նկատմամբ, չենք մոռանում այստեղ բնական հակաօքսիդանտ, հակավիրուսային, հակամանրենային ուրեմն այդ ուտելիքների մասին, որոնց շարքում են սխտորը եւ սոխը։ Սոխը շատ ուժեղ հակաօքսիդանտ է, հակավիրուսային, ինչպես նաև մարսողությանը ինքը շատ լավ ակտիվացնում է մարսողությունը, իսկ սխտորը ավելի շատ հակաբակտերիալ եւ հակասնկային ազդեցություն ունի մեր օրգանիզմի վրա եւ եթե մարդիկ չեն կարողանում հենց այդպես ուղղակի սխտոր օգտագործել, ցանկալի է ճաշերի մեջ մի փոքր քանակությամբ օգտագործել, որը նաև իմունիտետն է շատ կարգավորում։ Այո, իսկ իմունիտետի համար պետք է վիտամիններ խմել։ Աշնան սեզոնին, այո, թեկուզ եւ սննդակարգում ենք ավելի վիտամիններ եւ սննդունթնում, բայց փոփոխություն կատարում, բայց նաեւ ցանկալի է վիտամիններ օգտագործել, օրինակ վիտամին C, ցինկ եւ չենք մոռանում ամենակարևոր վիտամինի մասին, վիտամին D-ն, որը աշնանը, քանի որ վիտամին D-ի աղբյուր է արևի ճառագայթները եւ աշնանը մենք այդ պակասը ունենք, պետք է լրացնել նաեւ վիտամին D-ի պակասը, որ էլի շատ մեծ դեր ունի մեր օրգանիզմում ոսկրերի ամրության, հակաօքսիդանտ իր ազդեցության համար։ Այո, ուրեմն տանք ինֆորմացիա, թե որքան է չափաբաժինը, ինչ վիտամիններ պետք է վերցնել տարիքային խմբերին։ Եթե ինչ-որ քրոնիկական հիվանդություն ունի տվյալ պացիենտը կամ անհատը, ապա վիտամին D-ն այդքան էլ ցանկալի չէ առանց կարիք լինելու օգտագործել։ Բարձր դոզաների մասին է խոսքը, պահպանողական դոզաներ 1000-2000 միավոր այդտենց դոզաներով կարելի է օգտագործել։ Պրոֆիլակտիկ։ Պրոֆիլակտիկ, նկատի այո։ ունենք։ Վիտամին C ցուցված է եւ երեխաներին եւ մեծահասակներին։ Ցուցված է եւ երեխաներին եւ մեծահասակներին, բայց ցանկալի չէ էլի տենց պրոստը վերցնել ու 1000 ենթադրենք այդ միավոր վիտամին C օգտագործել, եթե օրինակ սուր փուլում վիրուսային սուր փուլում է գտնվում պացիենտը, ապա այո ցանկալի է տենց բարձր դոզաներով վիտամին C օգտագործել։ Բայց հիմնականում սննդի օգնությամբ մենք կարող ենք լրացնել պաշարը, իհարկե բացառությամբ վիտամին D-ի, Այո, որտեղ պրոֆիլակտիկ չափաբաժինը վերջին տվյալներով 1000-2000 միավորը։ Շատ լավ։ Համեմունքների մասին, որոնք տաքացնում են մեզ աշնանը, դարչինի, իմպիրի, քուրքումայի մասին խոսենք։ Ուրեմն, քանի որ աշնանը մեր օրգանիզմը պետք է տաքացնել, չենք մոռանում համեմունքների մասին, դարչինի մասին չենք մոռանում, իմբիրի մասին չենք մոռանում, կուրկումա։ Հիմա ես առանձին կուզենայի նշել, թե ամեն մեկը ինչ է իրենից ներկայացնում։ Դարչինը կարգավորում է օրգանիզմում գլյուկոզայի մակարդակը, ինքը իմունիտետը բարձրացնող մեծ հատկություն ունի, այդպիսի հատկություն են նաև իմբիրը եւ կուրկուման, իմբիրը հատկապես ավելի հաճելի է օգտագործել թեյերի հետ միասին, իսկ կուրկուման պետք է նշեմ, որ ինքը դժվարամարս է եւ պետք է այստեղ նշեմ, որ օգնության է հասնում սև պղպեղը, որը հեշտացնում է կուրկումայի ուրեմն այդ մարսումը եւ չի կորցնում կուրկուման այդ ընթացքում իր օգտակար հատկությունը։ Բայց այստեղ մի հատ բայց կա, պետք չէ մոռանալ ամեն ինչը գեղեցիկ է չափի մեջ, որովհետեւ մեծ քանակությամբ կուրկումայի օգտագործումը կարող է լյարդ լեղապար ստամոքսային տրակտի բարդություն ինչ տենց գրգռվածություն առաջացնի։ Կուրկուման շատ ուժեղ հակաօքսիդանտ է, չենք մոռանում նաև հիշողության մասին, շատ լավ ազդում է հիշողության վրա։ Քուրքուման հնդկական ոսկի են անվանում, եւ շատ շատերը խմում են կաթի վրա մի պտղունց քուրքումայով ու սև պղպեղով, այսպես դիմադրողականությունը բարձրացնում է, այո, լավացնում հիշողությունը, բայց նաև չափաբաժնի մասին չմոռանանք, պետք չէ չափն անցնել, որովհետև այստեղ էլ ռիսկեր կան։ Այստեղ ռիսկերը հիմնականում
ստամոքսաղեքային տրակտի հետ կապված բարդություններն են, եւ ընդհանրապես այս համեմունքները բոլորը ինչ որ չափով, եթե մարդ ունի խնդիր ստամոքսաղեքային տրակտի, ինչ որ չափով կարող է գրգռել։ Կխնդրեմ անդրադառնանք աշնանային մրգերին, որը Աշունը մեզ առատորեն նվիրում է, երբ միշտ ուտել, Արմինե։ Ուրեմն միրգը ընդհանրապես մեր ժողովրդի մոտ սենց մի հատ Միֆ կա։ միֆ կա տարածված, որ գիշերը ենթադրենք պետք է ուտել միրգ, մրգի ժամը գիշերն է։ Պետք է ասեմ, որ ժամը 5-ից հետո ցանկալի չէ միրգ օգտագործել։ Սոված փորին պետք չէ միրգ օգտագործել եւ ընդհանրապես ուտելուց անմիջապես հետո, որ մենք բոլորս այդ սխալը թույլ ենք տալիս, պետք չէ միրգ օգտագործել։ Պետք ցանկալի է միրգը օգտագործել ուտելուց 20-ից 30 րոպե հետո եւ երեկոյան ժամերին այն բացառել, քանի որ ինքը պարզած խաջուր է եւ որը այդքան էլ ցանկալի չէ երեկոյան ժամերին։ Դծմին կխնդրեմ անդրադառնանք, հատուկ ուշադրություն դարձնենք, որովհետև թերագնահատված է մեր կողմից, ինչ առավելություններ, օգտակարություն ունի դդումը եւ ինչպես այն ուտել։ Ջեռոցում, խաշած վիճակով, որտեղ է ավելի շատ օգտակարությունը պահպանվում։ Ուրեմն դդումը միայն գեղեցիկ չէ, արտաքնապես, փաստորեն նաև շատ օգտակար հատկություններ ունի նաև դդումը, չենք ինքը շատ հարուստ է վիտամին A-ով եւ վիտամին A-ով, որը շատ լավ է մաշկին, նաև վիտամին C-ի մեծ բարձր վիտամին C-ի մեծ պաշար ունի, այո, որը իհարկե ցանկալի է աշնանը իմունիտետի համար, մարսողության համար շատ լավ է, հատկապես ջեռոցում պատրաստված վիճակում, փորկապությունների դեմ են հիմնականում օգտագործում դդումը, եւ չենք մոռանում նաեւ դդմի սերմերի մասին, որը ունի շատ մեծ հակապարազիտար ազդեցություն, խոլեստերինի մակարդակի վրա կարող է ազդել դդմի սերմերը, վատ խոլեստերինի դեմ է պայքարում, շատացնում է լավ խոլեստերինը, այսպես ասած։ Միֆ չէ, որ աշնանային սննդակարգը ավելի լավ է աշխատում ֆիզիկական ակտիվության հետ միասին։ Միֆ չէ, քանի որ 30 րոպե ամենօրյա քայլքը բերում է մարսողության եւ նյութափոխանակության ակտիվացման, որը դե սննդակարգի հետ ավելի ցանկալի է եւ առողջարար։ Հաշվի առնելով, որ աշնանը մենք ավելի ալարկոտ ենք, ցանկանում ենք ուտել եւ նստել եւ չշարժվել։ Ինչ չի կարելի ուտել կամ խմել աշնանը, կա նման բան։ Այո, աշնանը, քանի որ սենց ուզում ենք մեր օրգանիզմը տաքացնել, բայց մարդիկ մտածում են խմիչքով իրանց օրգանիզմը տաքացնել ալկոհոլային, խմիչքը ցանկալի չէ չարաշահել, ինքը ազդում է ինչպես մեր լյարդի վրա, այնպես էլ ուղեղի հագեցման կենտրոնի վրա ազդում եւ մենք խմիչք օգտագործելով անընդհատ ցանկանում ենք ուտել, նստել, որ իհարկե գիտենք ինչի է բերում, քաշի ավելացման, ճարպակալման լյարդի եւ դե համել ինքը տոքսիկ է էլի մեր օրգանիզմի համար։ Ցանկալի է ալկոհոլը սպանում է ուղեղի բջիջները, ազդում է նաև մաշկի որակի վրա եւ սրտին է վնաս, մի շարք այլ վնասակար հատկություններ ունի, հատկապես չարաշահման դեպքում պետք չէ չարաշահել, կարող ենք տաքացնել օրգանիզմը թեյերով, այո, ինչպես որ թեյերին տալ նախապատվությունը, որոնք են ավելի անվնաս թեյերը։ Թեյերի մասին չենք մոռանում, փորձենք թեյերով տաքացնել մեր օրգանիզմը, ավելի շատ մեր հայկական խոտաբույսերով, ուրցնանայով, որը մեծ ազդեցություն ունի, դրական մեծ ազդեցություն ունի մեր օրգանիզմի վրա, հանգստացնող, նույնը կանաչ թեյը եւ սև թեյը մի քիչ ավելի սահմանափակ կարելի է օգտագործել, որովհետեւ ինքը կոֆեին է ամեն դեպքում պարունակում, իսկ երեկոյան ժամերին, քանի որ մենք բոլորս սովորություն ունենք թեյեր, ապա այդ սև թեյ օգտագործելով մեր նյութափոխանակությունը ավելի շատ շեղում ենք դեպի ակտիվանալ, որը երեկոյան ժամերին ցանկալի չէ։ Ուրեմն ամփոփենք ինչպես պահել առողջությունը, ինչ սննդակարգային փոփոխություններ անել աշնանը ձմռանն ընդառաջ առողջությունը պահելու համար։ Չենք մոռանում մեր օրգանիզմի ցիրկադիան ռիթմի մասին եւ ցանկալի է, որ սննդընդունումը լինի նույն ժամերին։
Այսինքն պահպանենք նախաճաշ, ճաշ, ընթրիք, նույն ժամանակահատվածը, նույն ժամը, հա, նախաճաշի համար օրինակ ճաշի եւ ընթրիքի, ինչու որովհետեւ օրգանիզմը արդեն այդ ժամին ռեֆլեքսորեն պատրաստվում է սնման եւ ավելի հեշտ է յուրացնում սնունդը։ Երկրորդ կանոնը։ Երկրորդ կանոնը չենք մոռանում 1 բաժակ գոլ ջրի մասին եւ երրորդ կանոնը, որ ցանկալի է, դա երեկոյան ժամերին ճարպոտ սննդի բացառումն է։ Շատ կարևոր է հետևել այս կանոններին, ինչու, որովհետև աշնանային սեզոնին ջերմաստիճանն ընկնում է, վիրուսներն ակտիվանում են եւ սննդակարգի օգնությամբ հնարավոր է բարձրացնել իմունիտետը կամ բարձր պահել իմունիտետը տարբեր վիրուսներից ու վարակներից։ Այո, մենք մեր առողջության մասին մտածում ենք միայն այն ժամանակ, երբ զգում ենք դրա կարիքը ցավոք, այնինչ սնունդը կարող է լինել լավագույն ներդրումը մեր առողջության համար արված։ Հետևեք մեր թողարկումներին, տիրապետեք ինֆորմացիայի ուժին, տարբերեք միֆը։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Յասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի։ Շնորհակալություն Արմինե ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Շնորհակալություն նաև Հովակիմյան էսթետիկ կենտրոնին այսօրվա իմ գեղեցիկ տեսքն ապահովելու համար։ Փոխիր տրամադրությունդ, այստեղ քեզ կօգնեն լինել միշտ գեղեցիկ եւ երիտասարդ։ Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Իմ գեղեցկության հասցեն։ Մինչ հանդիպում։